Մատթեոս 27 Հիսուս տարվում է Պիղատոսի մոտ։ Երբ առավոտ եղավ, բոլոր քահանայապետները և ժողովրդի տերերը խորհուրդ արեցին Հիսուսի դեմ, նրան սպանելու համար։ Նրան կապեցին, առան գնացին և հանձնեցին Պոնտացի Պիղատոս կուսակալի ձեռքը։ Հուդայի ինքնասպանությունը։ Այն ժամանակ Հուդան, որ Հիսուսին մատնել էր, տեսնելով, որ Հիսուս դատապարտվեց, զղջաց, արծաթ դրամները վերադարձրեց քահանայապետերին և ժողովրդի ծերերին ու ասաց. «Մեղանչեցի, որովհետև արդար արյուն մատնեցի»։ Իսկ նրանք ասացին. «Մեր հոգը չէ, դու գիտես»։ Եվ արծաթ դրամները նետեց տաճարի մեջ և հեռացավ, ու գնաց ինքն իրեն կախեց։ Իսկ քահանայապետները արծաթ դրամները վերցնելով ասացին. «Օրինավոր չէ դրանք ընդունել տաճարի գանձանակի մեջ, քանի որ արյան գին են»։ Եվ խորհուրդ անելով, դրանով գնեցին բրուտի ագարակը, որպես գերեզման օտարների համար։ Այդ պատճառով այդ ագարակը կոչվել է Արյան ագարակ մինչև այսօր։ Այն ժամանակ կատարվեց, ինչ ասվել էր Երեմիա մարգարեի բերանով. «Եվ առան 30 կտոր արծաթը, վաճառվածի գինը, որ նշանակվել էր իսրայելացիներից, և այն տվեցին բրուտի ագարակի համար, ինչպես Տերը ինձ հրամայել էր»։ Հիսուս Պիղատոսի առաջ։ Եվ Հիսուս կանգնեց կուսակալի առաջ, կուսակալը հարցրեց նրան ու ասաց. «Դու ես հրեաների թագավորը»։ Եվ Հիսուս ասաց. «Դու ես ասում»։ Իսկ երբ նա ամբաստանում էր քահանայապետների ու ծերերի կողմից, ոչինչ չպատասխանեց։ Այն ժամանակ Պիղատոսը նրան ասաց. «Չես լսում, ինչքան դրանք քո դեմ են վկայում»։ Եվ նրան չպատասխանեց և ոչ մի բան, այնպես որ կուսակալը շատ զարմացավ։ Հիսուսի դատապարտումը մահվան։ Սակայն կուսակալը սովորություն ուներ տոնի առիթով ժողովրդի համար արձակել մի բանտարկյալ, ում նրանք կամենային։ Այն ժամանակ ունեին մի նշանավոր բանտարկյալ, որի անունը Հեսու Բարաբբա էր։ Երբ հավաքվեցին, Պիղատոսը նրանց ասաց. «Այս երկուսից որի՞ն եք ուզում, որ ձեզ համար արձակեմ, Հեսու Բարաբբային, թե Հիսուսին, Քրիստոս կոչվածին»։ Քանի որ Պիղատոսը գիտեր, որ նախանձից մատնել էին նրան։ Եվ մինչ նա ատյան էր նստում, իր կինը նրան լուր ուղարկեց ու ասաց. «Քո և այդ արդարի միջև ոչինչ չկա, որովհետև այսօր երազումս նրա պատճառով գլխովս շատ բաներ անցան»։ Իսկ քահանայապետներն ու ծերերը համոզեցին ժողովրդին, որ Բարաբբային ուզեն և Հիսուսին կորստյան մատնեն։ Կուսակալը պատասխան տվեց ու ասաց նրանց. «Այս երկուսից որի՞ն եք ուզում, որ ձեզ համար արձակեմ»։ Եվ նրանք ասացին. «Բարաբբային»։ Պիղատոսը նրանց ասաց. «Իսկ ի՞նչ անեմ Հիսուս Քրիստոս կոչվածին»։ Ամենքը ասացին. «Թող խաչվի»։ Եվ նա ասաց. «Ինչ չար բան արեց»։ Եվ նրանք առավել ևս աղաղակում էին ու ասում. «Թող խաչվի»։ Եվ Պիղատոսը տեսնելով, թե ոչինչ չի օգնում, այլ էլ ավելի խռովություն է լինում, ջուր վերցնելով, լվաց ձեռքերը ժողովրդի առաջ ու ասաց. «Այդ արդարի արյունից ես անմասն եմ, դուք գիտեք»։
Ամբողջ ժողովուրդը պատասխանեց ու ասաց. դրա արյունը մեր վրա և մեր որդիների վրա։ Այն ժամանակ Պիղատոսը նրանց համար արձակեց Բարաբբային և Հիսուսին գանակոծել տալով տվեց նրանց ձեռքը, որ խաչվի։ Զինվորների ծաղրը և նախատինքը։ Այն ժամանակ կուսակալի զինվորները Հիսուսին վերցրին տարան ապարանք և ամբողջ գունդը նրա գլխին հավաքեցին։ Մերկացրին նրան և նրա վրա կարմիր վերնազգեստ գցեցին և փշերից պսակ պատրաստելով դրեցին նրա գլխին և մի եղեգ նրա աջ ձեռքին։ Նրա առաջ ծնկի գալով ծաղրում էին ու ասում. «Ողջույն, հրեաների թագավոր», և թքելով նրա վրա եղեգն առնում էին ու խփում նրա գլխին։ Եվ երբ նրան ծաղրուծանակի ենթարկեցին, նրա վրայից հանեցին քղամիդը ու նրան հագցրին իր զգեստը և տարան նրան խաչը հանելու։ Հիսուսի խաչվելը։ Եվ դուրս ելնելով գտան կյուրենացի մի մարդ, Սիմոն անունով, ու նրան ստիպեցին, որ նա խաչը կրի։ Եվ հասնելով Գողգոթա կոչված տեղը, որ նշանակում է կառափնատեղի, Հիսուսին լեղի խառնած գինի տվեցին խմելու, և երբ համտեսեց, չկամեցավ խմել։ Եվ նրան խաչը հանելով, բաժանեցին նրա զգեստները վիճակ գցելով, որպեսզի կատարվի այն խոսքը, որ ասվեց մարգարեի կողմից. Իմ զգեստները բաժանեցին իրենց մեջ, և իմ պատմուճանի վրա վիճակ էին գցում։ Ու նստած նրան պահպանում էին։ Եվ նրա գլխի վերևը դրեցին նրա հանցապարտության գիրը, թե սա է Հիսուսը, հրեաների թագավորը։ Միևնույն ժամանակ նրա հետ խաչը հանեցին երկու ավազակներ, մեկը նրա աջից և մյուսը ձախից։ Եվ մոտով անցնողները հայհոյում էին նրան, շարժում էին գլուխները ու ասում. «Վա՜հ, դու որ քանդում էիր տաճարը և 3 օրից այն շինում, փրկիր քեզ, եթե Աստծո որդի ես, իջիր այդ խաչից»։ Նույնպես և քահանայապետները օրենսգետներով ու ծերերով հանդերձ ծաղրում էին նրան ու ասում. «Ուրիշներին փրկեց, ինքն իրեն չի կարողանում փրկել։ Եթե Իսրայելի թագավոր է, հիմա թող այդ խաչից իջնի և դրան կհավատանք։ Եթե դա հույսը դրել էր Աստծու վրա, թող նա այժմ դրան փրկի, եթե ուզում է դրան, քանի որ ասաց, թե Աստծո որդի եմ»։ Նրա հետ խաչված ավազակներն էլ էին նույն ձևով նախատում նրան։ Հիսուսի մահը։ Եվ կեսօրին ամբողջ երկրի վրա խավար եղավ մինչև ժամը 3-ը։ Ժամը 3-ի մոտ Հիսուս բարձր ձայնով գոչեց ու ասաց. «Էլի, Էլի, լամա սաբաքթանի», այսինքն Աստված իմ, ինչու թողեցիր ինձ։ Այնտեղ կանգնածներից ոմանք, երբ լսեցին, ասացին. դա Եղիային է կանչում։ Եվ նրանցից մեկը իսկույն վազեց, քարցախով թաթախված սպունգ վերցրեց և մի եղեգի վրա անցկացնելով, տվեց նրան, որ խմի։
իսկ ուրիշներ ասում էին. թող տեսնենք, թե Եղիան կգա, որ դրան փրկի։ Եվ Հիսուս դարձյալ բարձր ձայնով աղաղակեց և հոգին ավանդեց։ Եվ ահա տաճարի վարագույրը վերևից մինչև ներքև երկուսի պատռվեց, և երկիրը շարժվեց, և ժայռեր ճեղքվեցին, և գերեզմանները բացվեցին, և ննջեցյալ սրբերի բազում մարմիններ հարություն առան, ու նրա հարությունից հետո գերեզմաններից ելնելով մտան Սուրբ քաղաքը և շատերին երևացին։ Իսկ հարյուրապետը և նրանք, որ իր հետ Հիսուսին պահպանում էին, երբ տեսան երկրաշարժը և պատահածները, սաստիկ վախեցան ու ասացին. «Արդարև Աստծու որդի էր սա»։ Այնտեղ շատ կանայք կային, որոնք կանգնած հեռվից նայում էին և որոնք Գալիլեայից եկել էին Հիսուսի հետևից, նրան ծառայելու համար։ Նրանց մեջ էին Մարիամ Մագդաղենացին, Հակոբի և Հովսեի մայր Մարիամը և Զեբեդեոսի որդիների մայրը։ Հիսուսի թաղումը։ Երբ երեկո եկավ Հովսեփ անունով Արիմաթեացի մի մեծահարուստ մարդ, որ Հիսուսին աշակերտել էր։ Սա Պիղատոսի մոտ գնալով Հիսուսի մարմինը խնդրեց։ Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց, որ մարմինը տրվի։ Եվ Հովսեփը մարմինն առնելով, պատեց մաքուր կտավով և դրեց նոր գերեզմանի մեջ, որ փորել էր տվել ժայռի մեջ, և մի մեծ քար, որպես կափարիչ, գերեզմանի դռան առաջ գլորեց ու գնաց։ Այնտեղ էր Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը։ Նրանք նստած էին գերեզմանի դիմաց։ Գերեզմանի պահպանումը։ Եվ հետևյալ օրը, որ ուրբաթի հաջորդ օրն է, քահանայապետներն ու փարիսեցիները հավաքվեցին Պիղատոսի մոտ ու ասացին. «Տեր, հիշեցինք, թե այն մոլորեցնողը, քանի կենդանի էր, ասում էր, թե 3 օրից հարություն պիտի առնեմ։ Արդ հրամայիր, որ մինչև 3 օր գերեզմանի ապահովությանը հոգ տարվի, գուցե աշակերտները գիշերով գան և գողանան նրան ու ժողովրդին ասեն, թե մեռելներից հարություն առավ, և վերջին մոլորությունը ավելի վատ լինի, քան առաջինը»։ Պիղատոսը նրանց ասաց. «Զինվորներ ունեք, գնացեք ապահովությանը հոգ տարեք, ինչպես որ գիտեք»։ Եվ նրանք գնացին գերեզմանի ապահովությանը հոգ տանելու և վեմը կնքեցին, զինվորներ նշանակելով։